Քո հրաշքն ամեն օր ուղերձների շարք, որտեղ կարող ես ապաստան գտնել։ Մեր օրերը չար օրեր են։ Ամենուր պատերազմներ են և պատերազմական լուրեր։ Սակայն այս ամենի մեջ իրական քրիստոնյաները, Աստծու Խոսքին հավատալու շնորհիվ վերստին ծնունդ ընդունած Քրիստոսի հավատարիմ աշակերտները ունեն աստվածային ու հավիտենական մի ապաստան։ Սիրելի՛ բարեկամ, բոլոր ողբերգական իրադարձությունների մեջ Աստված շարունակում է տիրել և հոգատարությամբ հետևել Իր զավակների կյանքին։ Նա հետևում է քո սրտին և քո հոգուն։ Այնքան հրաշալի է մշտապես գիտակցել, որ քո կյանքի ամենաապահով վայրը Տեր Աստծու թևերի հովանու ներքո է։ 57-րդ Սաղմոսի 1-ին խոսքում կարդում ենք. «Ողորմի՛ր ինձ, ո՛վ Աստված, ողորմի՛ր ինձ, որովհետև իմ անձը հույսը դրել է Քեզ վրա, և ես պիտի Քո թևերի հովանուն հուսամ, մինչև որ չարիքներն անցնեն» Եթե դու Տիրոջը հոգով ու ճշմարտությամբ երկրպագող մեկն ես, ապա Աստված ծածկում է քեզ Իր ներկայության և Իր անսահման մեծ սիրո թևերով։ 17-րդ Սաղմոսի 8-րդ խոսքում գրված է. «Պահի՛ր ինձ աչքի բիբի պես և Քո թևերի շուքի տակ ծածկի՛ր ինձ»։ Աստծու համար թանկ ու սիրելի՛ զավակ, այս աշխարհում, որտեղ ամեն բան փոխվում է այնքա՜ն արագ և հաճախ առանց նախազգուշացման, Աստված երբե՛ք չի փոփոխվում։ Նա եղել է Արարիչ Աստված և մնում է այդպիսին։ Նա ապավեն է, ամրոց և ապահով ապաստարան (տե՛ս 91-րդ Սաղմոսի 2-րդ խոսքը)։ Ես հրավիրում եմ քեզ աղոթելու ինձ հետ միասին այս կարճ աղոթքով. «Իմ Աստված և իմ Տե՛ր, Դու ես ապահովության իմ ամրոցը հավիտյան։ Ես վախ չունեմ Քո թևերի հովանու ներքո։ Ճիշտ այնպես, ինչպես Դու ծածկում ես ինձ Քո ներկայությամբ, ես աղոթում եմ, որ Քո թևերը տարածես նաև իմ երկրի և աշխարհասփյուռ իմ ժողովրդի վրա, որպեսզի մարդիկ ապաշխարեն և մեր հայրենիքն ընդունի Քո խաղաղությունը։ Շնորհակալ եմ այն ամենի համար, ինչ անում ես իմ կյանքում և մեր ժամանակներում։ Մենք զորավոր ժամանակներում ենք ապրում, և հավատում եմ, որ Քո գալուստը շատ մոտ է։ Այս ամեն փոթորկալի ժամանակներում Քո հաստատուն սերը հավիտյան իմ սրտի ապաստանն է։ Աղոթում եմ Տեր Հիսուսի զորավոր անունով։ Ամեն»։ Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։ Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։ Սիրով և աղոթքով, Արման Մանուկյան։